Թուղթ Եբրայեցիներին գլուխ 9. Առաջին ուխտն էլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան, քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը, այս մասը կոչվում է սրբություն, և երկրորդ վարագույրի ետևում էր այն խորանը, որ կոչվում էր սրբությունների սրբություն, որտեղ դրվում էր ոսկե բուրվառը և ներսից ու դրսից ոսկով պատած կտակարանների արկղը, որի մեջ կար ոսկե սափորը լի մանանայով և Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները, և նրա վրա կանգնած էին փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության սեղանի վրա։ Դրանց մասին այժմ մեկ առ մեկ խոսելու կարիք չկա։ Եվ այս ամենը այսպես էր դասավորված. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում պաշտամունք կատարելու, իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, և այդ անում էր ոչ առանց զոհի արյան, որ մատուցում էր իր և ժողովրդի մեղքերի համար։ Սրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը հայտնված չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը։ Դա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ ընծայվում էին պատարագներ և զոհեր, որոնք չէին կարող կատարյալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապված էին միայն կերակուրտների, ըմպելիքների և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին, ի զորու մինչև բարեփոխման ժամանակները։ Իսկ Քրիստոս, որ եկավ որպես գալիք բարիքների քահանայապետ, անցնելով մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն ոչ այս աշխարհի արարածների կողմից շինված, ոչ էլ նոխազների և զվարակների արյունով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արյամբ մտավ սրբարան, հավիտենական փրկություն ապահովելով։ Որովհետև եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մուխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչափ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։ Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան, որովհետև ուր որ կտակ կա, կտակարարի մահը պետք է հաստատվի, քանի որ կտակը հետմահու է ուժի մեջ։ Ապա թե ոչ ինչպես ուժի մեջ կլինի այն, քանի դեռ կտակարարը կենդանի է։ Ուստի և առաջին ուխտը առանց արյան չէր նվիրագործվի։ Երբ բոլոր պատվիրանները Մովսեսի կողմից ծանուցվեցին ժողովրդին, նա վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի և կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հենց օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա և ասաց. «Սա է արյունը կտակի, որն Աստված ձեզ պատվիրեց»։ Ապա արյունը նույնպես ցանեց խորանի և պաշտամունքի ամբողջ սպասքի վրա, և գրեթե ամեն ինչ արյունով էր մաքրվում ըստ օրենքի, և առանց արյուն թափելու թողություն չէր լինում։ Քրիստոսի մուտքը երկնային սրբարան։ Եթե պետք էր, որ երկնավոր բաների օրինակները այսպիսի ծեսերով մաքրվեին, ապա բուն իսկ երկնավորները պետք է մաքրվեին դրանցից էլ ավելի լավ զոհերով, քանզի Քրիստոս ոչ թե ճշմարտության օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտավ, այլ բուն իսկ երկինքը, որպեսզի մեզ համար ներկայանա Աստծու առաջ։ Ոչ թե նրա համար, որ շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ սրբությունների սրբությունն էր մտնում ամեն տարի իրը չեղած արյունով, այլապես նա բազում անգամ պետք է չարչարվեր
աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ, դարերի վախճանին, նա մեկ անգամ ընդմիշտ հայտնվեց իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։ Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև դատաստան, նույնպես և Քրիստոս մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց շատերի մեղքերը վերացնելու համար, իսկ երկրորդ անգամ առանց մեղքի պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն հավատով փրկվելու համար։